Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Այգ Պլյուս հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Ադրբեջանի կողմից ապրիլյան ռազմական ագրեսիայից հետո ճիշտ էր Հայաստանի դիրքորոշման կարծրածումը, չէ վերսկսել բանակցություններն այդ երկրի հետ։ Հայազգային կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, եթե ինչ-որ մի փուլում բանակցությունները կրկին մեկնարկեն, դրանք պետք է ընթանեն արդեն իսկ համաձայնեցված ուղիով։ Պետք է համակերպվենք այն իրավիճակի հետ, որ սեղանի վրա դրված է մադրիդյան փաստաթուղթը եւ մադրիդյանի դրույթների իրականացումն է լինելու առաջիկա ասենց քննարկման առարկան։ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը այս ամսվա ընթացքում 5 անգամ Արցախ է գնացել։ Նա իշխանությունների ուշադրությունն է հրավիրում ճանապարհների վիճակի վրա։ Սյունիքի դարբասներից մինչև Գորիս ճանապարհը խայտառակ վիճակում։ Տարածքների զիջման մասին խոսելն անընդունելի է, ասում է ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, քաղաքական գործիչներին հորդորելով զերծ մնալ նման հայտարարություններից։ Որևիցե տարածքի զիջման մասին բարձրաձայնելը, բառը եթե մեղմ ասեմ, դա անկարելի է, իսկ եթե ավելի կոպիտ, ուղղակի դավաճանական կամ սադրիչ ինչ-որ գործողություն է։ Ավտոբուսի պայթյունից անմիջապես հետո իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը եղել է դեպքի վայրում։ Նա ահաբեկչությունը քիչ հավանական վարկած է համարում։ Քիչ թե շատ կոմպետենտ ահաբեկիչները սովորաբար պայթուցիկի շուրջ տարբեր մետաղափոքր առարկաներ են դնում, որպեսզի խոցման էֆեկտը շատ ավելի մեծ լինի եւ զոհերի քանակը ավելի մեծ լինի։ Հոգեբան Կարինե Նալչաջյանը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել ավտոբուսի պայթյունի առիթով, այլ սպասել պատասխանատուների հայտարարություններին։ Իսկ թե ինչ ազդեցություն կունենա պայթյունը հասարակական հոգեբանության վրա, այդ հարցին հոգեբանը պատասխանում է։ Որոշակի ժամանակահատված մենք կապրենք այդ իրադարձության թողած տպավորության մեջ։ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել, որոնք վերաբերվում են բանակի բարձրաստիճան ղեկավարությանը։ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։ Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին ազատել զինված ուժերի կապի զորքերի պետկապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։ Ալիկ Միրզաբեկյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանը որոշ տեղեկություններ է հայտնել 3 Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։ Դեպքի վայրի քննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը Հայաստանի քաղաքացի է նախկինում 2 անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր և տարբեր տեսակի էլեկտրոսարքավորումներ։ Նախաքննության այս փուլում ահաբեկչության վարկածի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, նշում է Սոնա Տրուզյանը։ Եվրոպական խորհրդի պատգամավոր Ֆրանկ Էնգելը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող լարվածության վերաբերյալ։ Ադրբեջանն ակնհայտ ագրեսիա է կիրառում եւ դեպի պատերազմ է տանում, գրում է Էնգելը, որքան երկար միջազգային հանրությանը, որի մեջ մտնում է նաեւ Եվրոպական միությունը, իրական ագրեսորին պատժելու փոխարեն շարունակելու են հանդես գալ երկչոտ հայտարարություններով։ Դրա փոխարեն նրանք պիտի պատժեն իրական ագրեսորին, իր ֆեյսբուքյան էջում նշել է եվրոպացի պատգամավորը։ Օրվա լրահոսը։ 14-ամյա Անահիտը այսօր արթնացել է Արմենիա բժշկական կենտրոնում։ Նա Հալաբյան փողոցում 3 ուշ երեկոյան պայթած 63 համարի ավտոբուսի ուղևորներից մեկն է։ Գիտակցության եմ եկել, ավտոբուսի մեջ ընկած էի գետնի։ Դիմացիս այդ տղան էր, որ հասնատված էր ուղղակի մարմինը, ու հետո ինձ հանել են արդեն ավտոբուսից։ Անահիտն այսօր իրեն լավ է զգում, սակայն դեպքերը վերհիշել այլևս չի ուզում։ Միայն հիշում է, որ ավտոբուսից դուրս գալուց հետո անմիջապես զանգել է տուն։ Ընտանիքի անդամները դեպքի վայրում նրան չեն գտել։ Հասա հիվանդանոց, վայրակենդանացում չէր, մենք էլ էինք այնտեղ փնտրում, որ այսինքն ստեղ չի, սկսեցի ավելի վատ է մտածելով, որ խոսելա դրանից հետո է ինչ որ ավելի վատ բան եղել, բայց փառք Աստծո, փաստորեն
Չէ։ Ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել 7 քաղաքացի։ Վիրավորները տեղափոխվել էին Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել է համապատասխան բժշկական միջամտություն։ Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում այսօր մնացել է միայն մի կին։ Ինքը ունի թեթև գլխի սալջարդ եւ թոքերի սալջարդ, այսօր կմնա վաղը տեղափոխման հարց։ Ուրիշ հիվանդ այս բանը մենք չունենք։ 2 երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր մանկական հիվանդների էլի, 1 հիվանդ տեղափոխվել է ծննդատուն անապետական, այդ 1 հիվանդ դուրս է գրվել եւ 1 հիվանդ էլ տեղափոխվել է մեր կողքի մասնաշենքը քիչ կոկորտ մասնաշենք։ Վիրավորներին առաջին օգնություն ցույց են տվել մոտակա շենքերի բնակիչները, նրանք են առաջինը հասել դեպքի վայր։ Շենքի բարձրությամբ 4 հազարի բարձրությամբ մենակ ավտոբուսի կրեշը պատտում էր ու գելացած։ Ֆլորենցիում հարսանեկան այդ արարողությունների ժամանակ է սալյուտները կրակում են, այդտեղ դղրդում է, շենքերն են իրար գալի, բայց այդ պայթյունը ահա որ հզոր էր։ Պայթյունի հետևանքով հարակից շենքերում ապակիները փշրվել են։ Այստեղ չէ, լավա որ մարդ չկար, թե չէ ամբողջ պատուհանը կթափվեր իր գլխին։ Պայթյունի վարկածները տարբեր էին, հենց առաջին րոպեներից բացառվեց դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսի անսարկության հետևանքով պայթյունը, իսկ այսօր քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ նախաքննության փուլում ահաբեկչության վարկածի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, նաև բացառվել է ավտոբուսի 9 ուղևորների կապը պայթյունի հետ։ Զոհերից մեկի ինքնությունը դեռ պարզ չէ։ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի պատճառների վերաբերյալ պաշտոնական սակավ տեղեկատվությունը չի բավարարել պատգամավորներին։ Մարդիկ ավելի շատ տեղեկատվություն ստանում են սոցիալական ցանցերի գրառումներից, նոր 3-4 ժամ հետո պաշտոնական մարմինները հետևից հաստատելով գալիս են։ Եվ ոստիկանապետը, եւ քննչական կոմիտեի ղեկավարը, եւ գլխավոր դատախազը, բոլորը այնտեղ են եղել, բոլորը ուղիղ եւ օպերատիվ կերպով տեղեկացրել են ինֆորմացիա։ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն էլ դժգոհեց, ինչու պիտի հերթական անգամ Երևանում տեղի ունեցածի մասին իմանանք ռուսական մամուլից։ Որոնք արդեն ինչ վարկած, այդ թվում նաև տերակտ, ահաբեկչություն գրում են։ Ես հասկանում եմ, որ դուք որպես դահկին լրագրող շատ եք սիրում հղում անել մամուլին։ Ես ձեզ խորհուրդ եմ տալի, այս իրավիճակում մամուլին հղում մի արեք եւ հղում արեք պաշտոնական աղբյուրներին։ Ազգային ժողովում շարունակում են ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակի քննարկումները։ Հրանտ Բագրատյանը 19 հարց ուներ նախագծի համահեղինակին, սակայն մասամբ կարողացավ հնչեցնել։ Համաձայն եք, որ եթե մենք ասում ենք կայուն մեծամասնություն, ուրեմն կա կայուն փոքրամասնություն, ճիշտ է։ Սահմանադրություն օգտագործել են կայուն մեծամասնություն, կարծում եմ այդ հարցը ավելի շատ ռետորական հարց է։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախընտրական հեռուստագովազդի գներին։ Կներեք, իսկ ինչի պետք է նախընտրական քարոզարշավը եւ ասենք ենթադրենք օղու գովազդը նույն գինը ունենան։ Փորձենք նաեւ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ կապ հաստատենք եւ հասկանանք ինչն է խնդիրը։ Իդեպ ազգային ժողովը չանցկացրեց Հրազդան ցեմենտ գործարանի տուժտուգանքները ներելու մասին աղմկահարույց նախագիծը։ Ընդդիմությունը չքվեարկեց, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորների մեծամասնությունը դա լիճում չէր, իսկ այս խմբակցությունից Կարեն Կարապետյանը դեմ քվեարկեց։ 2011-ին իշխող կոալիցիայի անդամ Արագած Ախոյանն առաջին անգամ է լսում, որ նախագահի պաշտոնն զբաղեցնող Սերժ Սարգսյանը դեռ այն ժամանակ պատրաստ էր հրաժարվել ազատագրված 5 շրջաններից։ Հաճախ մի սցենար է կորինում ու ասում եք եկեք վերլուծենք։ Սակայն քաղաքականությունը մի փոքր սասանել է պարոն Ախոյանի հայրենասիրությունը, նա նախկինի նման չի պնդում, որ ազատագրված տարածքները պետք է մնան հայերի ձեռքում։ Ով է կողմ տարածը զիջելու։ Բնականաբար ոչ ոք։ Բայց չգիտեք ինչ է լինելու, ոնց է լինելու։ Պատերազմական գործողություններին չմասնակցած մի խումբ պատգամավորներ հայերեն իրենց ամբողջ հնարավորություններն օգտագործում բնորոշելու հողեր հանձնելու պատրաստ հայ մարդուն։ Դավաճանը, բա ինչ է, ինչ ասելու բանը։ Ոնց կարող են անձնել։ Մարդը ազգի դավաճանը, ինչի մասն է։ ԲՀԿ-ական Վահագն Մաղսուդյանն իհարկե չէր հավատում, որ Սերժ Սարգսյանը հենց այն մարդն է, որը ամերիկյան Bloomberg պարբերականին պատմել է ազատագրված տարածքները զիջելու մտադրության մասին։ Ով էլ ասի, դա նշանակություն չունի։ Մենք տարածքներ տալու բան չունենք։ Ըստ նրա Իլհամ Ալիևի հետ երբեմն հանդիպող Սերժ Սարգսյանը պետք է ասի, որ մենք գրավյալ տարածքներ չունենք։ Հանրապետական Հերմինե Նաղդալյանը բոլոր հայրենասերներին տեղն է դնում, դրանք գրավյալ տարածքներ են։ Մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերնի զոնան է։ 5 շրջանները հանձնելու մտքից Տիկին Նաղդալյանը չի ցնցվում, ուրիշ ինչպես պետք է լինի փողզիջումը։ Մեր փողզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրը ամբողջական մադրիդյան սկզբունքների։ Բնականաբար Տիկին Նաղդալյանն ինքն էլ գիտի հերթականությունը, Ղարաբաղի անկախության հանրաքվե, դրա արդյունքների ճանաչում աշխարհի մակարդակով, հետո հայկական զինված ուժերի հեռացում տարածքներից։
Հայազն կուսակցության անդամները Ազատության հրապարակից անցկացրին երթ Արցախը Հայաստանն է կարգախոսով։ Ակցիայի մասնակիցները մասնավորապես պահանջում են իշխանություններից որևէ տարածք Արցախից չզիջել։ Ակտիվիստ Դավիթ Սանասարյանն անդրադարձավ ազգային ժողովի փոխոսնակ Հերմինե Նաղդալյանի հայտարարությանը, թե մենք նկրտումներ չունենք այլ պետության տարածքների վրա։ Մենք այդ հողերը չենք ուզում, դա մեր բուֆերային զոնան է։ Մեր մեղքն է, որ Հերմինե Նաղդալյանը հայտնվել է նման պաշտոնին ու նման բաներ է հայտարարում։ Հերմինե Նաղդալյանը ինքը կարող է մի լավ օգուտ տար, մի գործարանում, մի բանվորուհի լիներ, մի լավ օգուտ տար, բայց ինքը քաղաքական գործիչ չի, ինքը շատ, այսպես ասած, կիքսեր է տվել, ու չգիտեմ, եթե մի քիչ արժանապատվություն կա իրանց, մնացել է իրանց մեջ մի քանիսի մեջ, ուղղակի պետք է ասեմ, որ ձայնդ կտրի այլևս մի խոսա։ Ակցիայի մասնակիցները քայլերթով անցան մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, ցուցապաստառներով ու մեկ կարգախոսով։ Հող հանձնողին հանձնեք հողին։ Ակցիայի մասնակիցներին ուղեկցում էին ոստիկանության աշխատակիցներ։ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններն ընդդիմությունը համարում է պատճառ, որ իշխանություններն ընդունեն ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները։ Ինչ է նշանակում այս պարզ խնդիրներում չգնալ կոնսենսուսի։ Ինչ է, դուք հույս ունեք, որ դեռ իշխանությունը պահպանելու եք, բոլոր հիմքերը կան այդ կոնսենսուսը կառուցելու։ Ուղղակի բոլորը պետք է մի քիչ սթափվեն։ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ իշխանությունների հետ բանակցողներն անհանգստացած են։ Քաղաքական մեծամասնությունը հակված չէ հաշվի առնել նույնիսկ ԵՀԿ-ԺՄԳ եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունները։ Սա այն երկակի ստանդարտների բացասական դրսևորումն է, որը միտված է միգուցե խմբային եւ սեփական շահերի ամեն գնով առաջ խաղացմանը։ Սա գիտեք, մոտավորապես մի անեկդոտ է հիշեցնում, երբ հիվանդը գնում է բժիշկի, ասում է ականջս ցավում է, բժիշկն ասում է արի կտրենք ականջդ։ Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելն ամենևին կախված չէ հանգամանքից, թե քանի էջից է բաղկացած ընտրական օրենսգիրքը։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին մատնանշում է գերմանական Համբուրգի օրինակը, որի ընտրական օրենսգիրքն ունի ընդամենը 8 էջ։ Հայաստանում այդ փաստաթուղթը 250 էջից ավելի է, սակայն այստեղ կա վստահության բարձրացման կարիք։ Նոր մշակող ընտրական օրենսգիրքը պետք է արտացոլի ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները։ Մենք սպասում ենք այդ առաջարկների ներառմանը փաստաթղթում։ Եվրամիության համար կարևոր է, որ ընտրական նոր օրենսգիրքն արտացոլի բոլոր կողմերի առաջարկները։ Կոնսենսուսը համընդհանուր համաձայնություն չէ, այն նաեւ առարկությունների բացակայություն է։ Հայաստանցի մի պաշտոնյա ինձ ասաց, որ 2017-ի ընտրությունները լինելու են տարածաշրջանում լավագույնը։ Մենք հույս ունենք, որ դա կլինի 2011 թվականի Վրաստանի ընտրության նման։ Ըստ Եվրամիության ներկայացուցչի 2017-ի խորհրդարանական ընտրություններից է կախված, թե հետագայում միությունն ինչ ծավալների ներդրումներ կանի Հայաստանում։ Ազգային ժողովում են գտնվում կառավարության առաջարկած անտառային օրենսգրքում փոփոխությունները, ըստ որոնց մասնավորապես նախատեսվում է անտառները հատկացնել կառուցապատման նպատակով։ Դա նշանակում է, որ անտառային տարածքներում անցկացվելու են ջրագծեր, կոյուղի, էլեկտրասարքավորումներ, նաև ճանապարհներ։ Թե ինչ է դա նշանակում բնության եւ անտառի բարիքներով ապրող մարդկանց համար, դժվար չէ կռահել։ Օրվա գլխավոր թեման։ Եթե ազգային ժողովը հաստատի անտառային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները, առաջիկայում անտառներում հսկա շինություններ կհայտնվեն։ Մենք անդառնալի process-ներ կունենանք անտառներում, այսինքն կկորցնենք անտառների ամբողջականությունը, անտառային տարածքներ, առանց այդ էլ անտառը հիմա հոգեվարքի մեջ է եւ մենք փոխանակ օգնենք, որպեսզի վերակենդանանա անտառը։ Մենք այդտեղ փաստորեն օրենսդրական փոփոխություն ենք մտցնում։ Նազելի Վարդանյանը մի շարք կազմակերպությունների հետ ապրիլի 22-ին դիմել է ազգային ժողով օրինագիծը ետ ուղարկելու պահանջով։ Անտառային օրենսգրքի 34-րդ հոդվածում հստակ նշված է, որ կառուցապատում անտառներում թույլ է տրվում միայն անտառային նպատակների համար։ Այն, որ բիզնեսին հնարավորություն է տրվելու անտառի հաշվին զարգանալու, Տիկին Վարդանյանն абսուրդ է համարում։ Այստեղ փոքր բիզնեսի զարգացման մասին խոսք չի կարող լինի, ու նույնիսկ եթե լինի, փոքր բիզնեսն էլ իրավունք չունի մտնի անտառ։ Կրկնակի օգուտ են ստանալու իրանք եւ քառապատիկ վնաս պատճառելով անտառին։ Մտադրություն Հայաստանի անտառները ջնջելու հարստներին տալ մենք չունենք։ Օրինագիծը ներկայացրած օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամի ղեկավարը վստահեցնում է, իրենց մտադրությունները բարի են։ Մենք առաջարկում ենք չոտարել պետական ուղը, թողել այն պետական, տալ վարձակալության։ Երկրորդը
Մենք առաջարկում ենք պլանավորել անտառային հողերի օգտագործումը։ Պարոն Եղիազարյանը չի ընդունում, որ լայնածավալ ծառահատում կիրականացվի։ Կարող է ծառել չկա այնտեղ, կարող է 5 ծառ հատելու թույլտվությունը լինի, 10 տառ տնկելու անհրաժեշտություն։ Բնապահպան Ինգա Զարաֆյանին վստահություն չեն ներշնչում այս հիմնավորումները։ Չկա օրենսդրական հիմնավորում, ընդհանրապես չկա այնտեղ չկա բնապահպանական հիմնավորում, նույնիսկ բիզնեսի համար հիմնավորում չկա։ Այդ մարդիկ, որոնք պատրաստել են, ուղղակի պատվեր ունեն վերևից։ Անձամից ոչ ոք պատվեր չի իջացրել, մարդիկ կիմանան որ ենթադրենք իշխանավորը որտեղ ռեստորանով ուզում կառուցել եւ ինչ պայմաններով է դա։ Օրինագծի համաձայն հանվելու է նաև անտառային տոմս հասկացությունը։ Մեզ մոտ այդ մարդիկ, որոնք ուղղակի իրանց օրվա հաց են վաստակում գնալով անտառի բարիկների հաշվին, նրանք էլ չեն լինի անտառ։ Խոշոր բիզնեսը մտավ, անտառում ոչ մեկին չի թողնի։ Անելով այդ անտառային տոմսը մենք անում ենք սահմանափակումները, այսինքն մենք իրենց ապրուստը ընդհակառակը ոչ թե խանգարում ենք, այլ օգնում ենք։ Բնապահպանները հետևողական են լինելու, որպեսզի նախագիծն օրենքի ուժ չստանա։ Ամենացավալին այն է, որ խորհրդանի ընդդիմադիր պատգամավորները կարող են պատշաճ ուշադրություն չդարձնել այդ նախագծին, զբաղված լինելով Ղարաբաղի խնդրով եւ ընտրական օրենսգրքով։ Այն մարդիկ, որոնք իրենց տները, հյուրանոցները եւ զվարճալիքի վայրերը ուզում են կառուցել անտառներում, փոքրինչ կտրվել են իրականությունից։ Նրանց դեռևս թվում է, որ նրանք ապրում են հին Հայաստանում, մինչդեռ մեր երկիրը ապրիլի ընթացքում տեսանելիորեն փոխվել է։ Թվում է, թե փաստացի պատերազմի պարագայում անտառների մասին խոսելը հարիր չէ, բայց այդպես է թվում միայն առաջին հայացքից։ Ի վերջո խոսել հայրենի հողի պաշտպանության մասին եւ անխնա ոչնչացնել այնինչ աճում է այդ հողի վրա, առնվազն տրամաբանական չէ։ Դա հիշեցնում է բացօթյա քեֆերի այն մասնակիցներին, որոնք խմում են հերոսական Արցախի կենացը, իսկ այնուհետև իրենց ուտելիքների եւ շշերի մնացորդները շպրտում են Հայաստանի գետերի ափերին։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգության միակ գրավականն է ուժեղ պետություն ունենալը։ Այդ պետությունը պետք է շատ խիստ լինի այն մարդկանց նկատմամբ, որոնք իրականում պետական պաշտոնյաներ են եւ որոնք հնարավորություն ունեն ամեն քայլափոխի նաեւ անտառներում օբյեկտներ կառուցել, որպիսի իրենց նման լավ տղաները առատորեն սնվեն։ Ամենքլուսի զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Պարոն Մարուքյան, արդյոք հիմա ժամանակն է ընդհանրապես այս խառավիճակում քննարկել անտառային օրենսգրքում փոփոխություններ։ Գիտեք, բնականաբար մեր կարծիքով ժամանակը չէ, բայց պղտոր ջրում ձուկ բռնելու համար իրականում լավ ժամանակ է նման բաներ անցկացնելու եւ եթե ուշադրությունից հանկարծ վրիպի նմանատիպ օրենսդրությունը, ապա դա կդառնա օրենք եւ մենք կսկսենք զրկվել մեր անտառային տարածքներից, չնայած այնքան էլ լավ վիճակում չի գտնվում իրականում։ Ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը այդ օրենսգիրքը փոխել։ Տեսեք, կառավարությունը առաջարկել է անտառային օրենսդրության մեջ, անտառային օրենսգրքում ամրագրել դրույթ, որով ներդրվում է կառուցապատման ինստիտուտը անտառներում։ Այսինքն եկեք թույլ տանք մարդկանց կառուցապատում իրականացնեն, իսկ դա իրականում հետագայում նաև սեփականաշնորհման հնարավորություն է տալիս եւ պարզա չէ այդ կառուցապատումը ինչի համար է։ Անտառային օրենսդրությամբ բացառվում է անտառային տարածքների կառուցապատումը եւ ընդհանրապես սեփականաշնորհումը անտառների եւ նման դրույթ ներմուծելով հյուրանոցներ, տներ, ինչ-որ ամառանոցներ, ինչ-որ դաչաների բաների համար, հա, լավ հնարավորություն է, որ մարդիկ մտնեն անտառների մեջ, կտրեն, կառուցապատեն եւ պարզա հետագայում դրա համար նաեւ պետք է լինելու պարկինգ, պետք է լինելու ջրագիծ քաշել, չգիտեմ, գազատար եւ այլն, այսինքն անտառը ամբողջական օրգանիզմ է, ապրող օրգանիզմ է, դու չես կարող ինչ-որ մի հատված վերցնել անտառի եւ ինչ որ բաներ անել, հա, տեղի ունենում խախտում եւ տեղի ունենում անտառային տարածքի ոչնչացում։ Պարոն Մարուքյան, ընդհանուր հարց տամ, դուք չեք գտնում, որ մեր իշխանությունները բավականաչափ ճկուն չեն, իրավիճակը չեն զգում եւ շարունակում են ապրել այնպես, ինչպես ապրում էին 4-օրյա պատերազմից առաջ։ Գիտեք, ինձ մոտ տպավորություն կա, որ իրական կյանքից կտրվածություն կա եւ 4-օրյա պատերազմի դասերը ոնց որ թե լավ չեն քաղել կամ դեռ ընդհանրապես չեն քաղել, որովհետեւ մարդիկ, ժողովուրդը, մեր հասարակությունը էքսպերտային մակարդակում նաև սպասում են փոփոխությունների, սպասում են ապրելակերպի վերանայման, հա, պաշտոնական մակարդակում, բայց դա մենք դեռևս չենք տեսնում։ Այսինքն տպավորություն կա, որ adekvat չենք իրավիճակին։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
ՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պատրաստ է մարտիրոսվել հանուն արդարության եւ իսկապես ապաշխարելը երբեք ուշ չէ։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք վաղը։ Կարևոր չի ես քանի տուն ունեմ։ Եթե հետների քանակությունը ստացել եմ ինչ-ինչ ճանապարհներով, ուրեմն ես պետքա պատժվեմ։ Եթե ես գողացել եմ ուրիշի հասանելիքը, ես պետքա պատժվեմ։ Ես դրան կողմնակից եմ։ Фу, чё плюешься? Вась, шакал я паршивый. У детей деньги отнял. Детский сад ограбил.